Սահմանադրական է դուք անցնելու եք երկու ուժերով, այսինքն դուք Վարգավաճ Հայաստանի ձայները չեք ունենալու, դուք եք եթե փողոցում լինի տասնյակ հազարավոր մարդիկ, բայց օրենսդիրում չունենալ ընդդիմադիր ներկայացվածություն, ոչ մի բան չի փոխվելու, դուք այդ հարաբերությունները չեք ունենալու։ Իրավիճակը։ Այդ ժամանակվա սցենարը հաշվարկել եք ունեք դրա ճանապարհային քարտերը։ Շնորհակալ եմ։ Եթե խոսքը թվի մասին է, Վարգավաճ Հայաստանի ձայները, շնորհակալ եմ։ Վարգավաճ Հայաստանի ձայները գողանալու դեպքում իրավիճակը դժվարանալու է, որովհետև 3/5-րդի հնարավորություն է ունենալու իշխանությունը, բայց շարունակելու է չունենալ հնարավորություն Ալիևի սահմանադրությունը բերել։ Մյուս հարցը հա տեսեք, եթե օրենսդիրում չկա ընդդիմություն, դու կարիք ունես 51 ԿՊԱ-կանի ձայնի։ Եթե կա ընդդիմություն, դու կարիք ունես 8 ԿՊԱ-կանի ձայնի։ Սա որոշիչ բան է, թե չէ։ Շնորհակալություն։ Փողոց գնաք, եթե Փաշինյանը դրանով կլեգիտիմացնի իր ռեպրեսիաները, որովհետև փողոցով եթե որոշեք ինչ-որ բան փոխել, ռեպրեսիաների նոր ալիք կսկսվի եւ դուք դրանով փաստորեն օժանդակ եք Փաշինյանին, որ այն ինչ չի ստացել ընտրություններով ստանա փողոցով։ Այս տեսակետը ինչպես եք գնահատում։ Դե ամեն դեպքում փողոցում, տեսեք, փողոց գնալու դեպքում ասում են կլեգիտիմացնեն ռեպրեսիաները։ Փողոց գնալու դեպքում ասում են կլեգիտիմացնեն ռեպրեսիաները։ Օրենսդիր գնալու դեպքում ասում են կլեգիտիմացնեն։ Ամեն դեպքում սա մի հատ հայտնի առակ կա, երկու տարբերակով էլ մարդկանց մի հատված ունենալու է կարծիքների տարակարծություն, բայց մեր հայրենակիցներին ուզում եմ ասեմ, սիրելի հայրենակիցներ, վստահ եղեք, այդ հաստատ դուք էլ գիտեք, մանդատը մեզ ոչ մի բան բացի ամենօրյա խնդիրներից չի տալիս։ Ոչ մի բան հավելյալ չի տալիս։ Տալիս է միայն պայքար։ Եվ այդ պայքարը մենք ունենալով ձեր 340,000 մարդու աջակցություն ունենք պատասխանատվություն ձեր առաջ։ Ու պետք է հասկանանք, որ դեպքում ենք ձեր պատվերը կատարելու եւ հոխելու փոքրիկ խմբակին։ Անկարողության ներողություն այսպիսի կարծիքներ կան, ասում են գիտեք ինչու չի կարողանում։ Կներեք, դուք ասեք էլի շուտ հարց տանել։ Պարոն Կարապետյան, թիմի ներսում քննարկումներ ունեցեք, գործողությունները վերցնում են, որտեղ թերացար կազմակերպչական կամ այլ հարցերով հետ ընտրական պայքարում ավելի այսպես արդյունավետ կազմակերպված գործելու համար։ Ինքնակննադատական հայացքի ներսում եք։ Քննադատության մակարդակը, ինքնակննադատության մակարդակը մեր մոտ ինձ թվում է նորմայից ավելի։ Եվ այդ իսկ պատճառով, քանի որ նոր ուժ են, քաղաքականության մեջ նոր ենք, մենք ամեն քայլ ինքնակննադատության այդ մակարդակն է մեզ ստիպում ավելի բաց լինել եւ մեր հայրենակիցների հետ նստել քննարկել։ Այսօր 1500 մարդու հետ նստել քննարկել ենք այս հարցերը։ Որ ուժն է բաց նստում քննարկում առանց որևէ սահմանափակման մարդիկ մոտենում են միկրոֆոնին եւ տալիս են հարցերը։ Որևէ ուժ բաց չէ, ինչ չթողեցին լուսաբանել դուս հրավիրեցին։ Որպեսզի ազատություն ունենային, ամեն դեպքում մարդիկ խոսքերի իրենց արտահայտման միջոցների ազատություն ունենային, նաև ինֆորմացիոն առումով ամեն դեպքում աջակիցների շնորհակալություն։ Պարոն Կարապետյան, այսպիսի կարծիքներ կան, ասում են ուժեղ Հայաստան ընդդիմությունը ընդհանուր չի կարող մարդ անել փողոց, նման կարծիքներ են հնչեցնում իշխանական դեպից, ասում են ինչ ասում են, որովհետև այդ մարդկանց մեծ մասի նյութապես են շահագրգռել վերել ընտրության գործարք է տեղի ունեցել, վերցրել են, եկել ընտրել են, հիմա ամեն մեկը իր ճանապարհից այսօր հենց հավաքի ժամանակ, մեր քննարկման ժամանակ մի քանի
տասնյակ մարդիկ հենց այդ հարցի հետևից էին եկել, ասում են հետո է ասել, որ մենք մեր արտար պայքարը ինչ որ բան հետ կարող ենք փոխել, այստեղ բազմաթիվ մարդիկ կան, ովքեր օրինակ ես տեսնում եմ մարդ, ով կորցրել է իր աշխատանքը, իր ընտանիքի բոլոր անդամների աշխատանքը, մենակ նրա համար, որ կանգնել է մեր կողքին։ Այս մարդը։ Շնորհակալություն, հարյուրավոր են այդպիսի դեպքերը։ Դա ցույց է տալիս, որ մարդիկ գաղափարական պայքարել են գաղափարական իրենց երկրում փոփոխության համար, որ հարևան երկիրը չլինի մեր դիրիժորը, այլ մեր ժողովուրդը։ Շնորհակալ եմ։ Գործընկերներ,